Փիլիպպեցիս թղթից պետք է ուսումնասիրենք, խնդրեմ ձեր գրքերը բացեք եւ 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները պետք է այսօր միասին ուսումնասիրենք։ Այսօր մեկ մասը կուսումնասիրենք, ճիշտ է, որ ասում եմ այսօր տպավորությունը, որ վաղն էլ ժամանակ կլինի, բայց փաստացի ժամի քիչ լինելու պատճառով այսօր մեկ մասը կուսումնասիրենք եւ Տերը եթե կամենա, հետագայում, ապագայում կարող ենք նաեւ շարունակել ինչ որ առիթով, նույնիսկ եթե դա լինի 1 կամ 2 կամ 3 տարի հետո։ Ասում են Ժան Կալվինին, երբ վտարել են Ֆրանսիայից, որտեղ որ կանգ էր առել, 2 տարի հետո վերադարձել է, շարունակել է քարոզել այդտեղից։ Փիլիպպեցիս 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները եկեք ընթերցենք, որից հետո կասեմ թեման ինչի մասին է եւ կսկսենք ուսումնասիրել։ Փիլիպպեցիս 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները։ Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ հարգանքի արժանի է, ինչ որ արդար է, ինչ որ մաքուր է, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բարի համբավ ունի, ինչ առաքինություն եւ ինչ գովելի բան որ կա, դրանց մասին մտածեցեք։ Ինչ սովորեցիք եւ ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի։ Ամեն։ Կարճ աղոթք անենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ քո խոսքի համար, քո հավիտենական ճշմարիտ խոսքի համար։ Այժմ խնդրում ենք, որ մեր մտքերը, մեր սրտերը պատրաստես, որ հավատքով ընդունենք այն եւ քո Սուրբ Հոգու զորությամբ կատարենք քո անվան եւ քո փառքի համար։ Ամեն։ Ուզում եք ունենալ Աստծո խաղաղությունը։ Գիտեք, այն էժան չէ, բայց չի էլ վաճառվում։ Խաղաղությունը ամենամեծ պահանջն է եղել բոլոր ժամանակներում եւ կամ մինչեւ հիմա։ Եվ գնալով ավելի է արժևորվելու այն, որովհետեւ օրերը չար են, եւ գնալով ավելի ու ավելի ծանր օրեր են սպասվում մարդկությանը։ 21-րդ դարում ավելի է շատացել խելագարությունների թիվը, տագնապը, վախը, անհանգստությունը եւ մարդիկ ապրում են վախի ու սարսափի եւ անորոշությունների մեջ։ Ձեզ եմ ներկայացնում համաշխարհային վիճակագրական տվյալներ մարդկանց հոգեվոր եւ հոգեկան առողջության մասին։ Վերջին 30 տարում աշխարհում անհանգստության եւ դեպրեսիայի մակարդակը կտրուկ աճել են։ Օրինակ 1990 թվականին մոտ 195 միլիոն մարդ տառապում էր տագնապային խանգարումներով։ Իսկ 2019-ին արդեն այդ թիվը հասավ 301 միլիոնի։ Մարդիկ, որոնք որ տագնապային խանգարումներով հոգեկան ծանր առողջությամբ ապրում են։ COVID-19-ի ընթացքում 2020-ին, ինչպես 19-ն են կոչում իրեն, դեպրեսիա եւ տագնապի դեպքերը ավելացան եւս մոտ 25%-ով։ Այսօր համաշխարհային տվյալներով յուրաքանչյուր 8-րդ մարդ ըստ իրենց ունի հոգեբանական կամ հուզական խանգարումներ։ Համացանցը մեծապես նպաստել է այս խանգարումներին, որովհետև օրը 24 ժամ ամեն վայրկյան մարդու ականջներից եւ աչքերից դեպի իր սիրտ են մտնում աշխարհի բոլոր նորությունները։ Եվ դրանք անհնար է, որ մարդու մոտ չառաջացնեն տագնապ, որովհետև մարդիկ ապագայի վերաբերյալ փնտրում են երաշխիքներ։ Ուզում են ունենալ խաղաղություն։ Ուզում են, որ այդ խաղաղությունը լինի տևական, մնայուն։ Բայց ունայն այն մարդը, ով իր խաղաղության համար, խաղաղության իշխանից բացի, իր հույսը դնում է մարդկանց վրա։ Գիտեք, եթե այս խաղաղության կարիքը չլիներ, Հիսուսը չէր ասի, ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս։ Հիսուսի տված խաղաղությունը տարբերվում է աշխարհային ընկալմամբ
եղող խաղաղությունից։ Այն խաղաղությունը ոչ թե պատերազմի բացակայության իմաստով, այլ խաղաղություն նույնիսկ պատերազմում։ Եվ Հիսուսը իմանալով, որ երկրի վրա ահագնալու են այդ օրերը, մեծանալու եւ շատանալու են, նա ասաց, որ իր խաղաղությունն է տալիս եւ հարցը հետեւյալն է. ինչպես հավատացյալը կարող է փորձառել աստվածային խաղաղություն։ Հատվածում, եթե նկատեցիք, Պողոս առաքյալն ասում էր, որ Աստծո խաղաղությունը ձեր մտքերը կպահի։ 7-րդ համարում ասում էր, որ խաղաղության Աստվածը, ներողություն հակառակը, Աստծո խաղաղությունը ձեր մտքերը կպահի, իսկ 9-րդ համարում ասում էր, որ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ինչ է ուզում ասել Պողոսը։ Արդյոք նրա աստվածաբանության մեջ Աստված տարածական իմաստ ունի։ Իհարկե ոչ, Պողոսը գիտեր, որ Աստված ամենուրեք է եւ անպայման չէ, որ Աստված լինի այստեղ, որ մեզ խաղաղություն տա, հապա ինչ նկատի ունի։ Ասելով, որ եթե դուք այս բաները անեք, ապա խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Դա նշանակում է, որ այս խաղաղությունը աստվածային հնարավոր է փորձառել երկրի վրա։ Սա այն խաղաղությունն էր, որ առաքյալներին տվեց կարողություն մարտիրոսվելու իրենց Տիրոջ համար։ Սա այն խաղաղությունն էր, որով Հիսուսը փոթորկվող նավակի մեջ քնած էր, որ իր դեմ ցանկացած հալածանք, որ բարձրանում էր, նա խաղաղ էր։ Ճիշտ է, տագնապներ ներքին կային, երբ Աստծո կամքը պետք է կատարել, որտեղ ֆիզիկական մարմինը մարդկային տեսանկյունից չի սիրում ցավ եւ ոչ ոք չի սիրում։ Բայց վերջի վերջո նա հաղթանակ տարավ, ասելով ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Այսպեսով ես ձեզ շատ կարճ ուզում եմ ներկայացնել համատեքստը, որպեսզի մեր հատվածը ավելի լավ կարողանանք ընկալել։ 4-րդ գլուխը 1-ից 5-րդ համարներում մենք տեսնում ենք երկու քույրերի վիճաբանություն, որտեղ որ Պողոս առաքյալը եկեղեցու ներսում ներեկեղեցական կյանքին վերաբերող խրատները տալիս, որպեսզի եկեղեցու միաբանությունը պահպանվի։ Եվ այս խրատները տալուց հետո նա անմիջապես անցում է կատարում հավատացյալների ներքին կյանքին, անհատական ներքին խաղաղությանը, եւ սկսում խոսել այդ թեմայի մասին։ Եվ հատվածում մի գլխավոր ճշմարտություն, որը որ տեսնում ենք, որ ցույց է տալիս առաքյալը, հետեւյալն է. մտքից վեր եղող խաղաղությունը փորձառում են միայն նրանք, ովքեր ճիշտ են վարվում անհանգստությունների ժամանակ, կամ ովքեր վարվում են այնպես, ինչպես Աստված է ուզում, որ վարվենք։ Եթե նկատեցիք, Պողոս առաքյալը, երբ թվարկում էր, թե ինչեր պետք է անել, վերջում խոստացավ այդ արդյունքը։ Դա նշանակում է այն խաղաղությունը, որի մասին որ նա խոսում է, դա հնարավոր է փորձառել երկրի վրա եւ աճել այդ խաղաղության մեջ։ Եվ այս հատվածում մենք կտեսնենք Աստծո խաղաղության փորձառությանը հասնելու 3 փաստ։ Աստծո խաղաղության փորձառությանը հասնելու 3 փաստ։ Ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը։ Ես ձեզ համար սլայդել ունեմ, չգիտեմ տեսանելի է, կարողանում եք ընթերցել թե ոչ, բայց խոսելու ենք այս 5 կետերի մասին։ Ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Առաջին գործողությունը, որը պետք է կատարել, հետևյալն է. մտահոգությունները պետք է ներկայացնել Աստծուն։ Մտահոգությունները պետք է ներկայացնել Աստծուն։ Այս համարում տեսնում ենք մտահոգությունները Աստծուն ներկայացնելու մասին 5 նկարագրություն։ 5 նկարագրություն։ Ուրեմն տեսնում ենք ներկայացնելու պատճառը, այնուհետև տեսնում ենք ներկայացնելու սահմանները, տեսնում ենք ներկայացնելու թեմաները, թե ինչ թեմաներով պետք է մենք մեր խնդրանքները ներկայացնենք Աստծուն, այնուհետև տեսնում ենք ներկայացնելու կարգը, որ Պողոս առաքյալն է տալիս, ասելով աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ, եւ վերջում տեսնում ենք ներկայացնելու ուղղությունը կամ հասցեատերին, թե ում պետք է ներկայացնել։ Նայեք 6-րդ եւ 7-րդ համարներին։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Աստծուն ներկայացնելու պատճառը այստեղ տեսնում ենք, որ անհանգստությունն է։
Նայեք 6-րդ համարի առաջին մասին, ասում է ուրեմն մի մտահոգվեք։ Հունարեն մերիանո բառն է գրված, նշանակում է մտահոգություն կամ լինել տագնապած կամ հոգ տանել։ Եվ հունարեն այս բառը Փիլիպպեցիս 4:6-ում թարգմանվել է բառացի այսպես, իմաստային նշանակում է անհանգստացող, կարիք զգացող, մտահոգ։ Հետաքրքիր է, որ մի թարգմանություն կար հունարենից, որ թարգմանել էին ասպես տարածված լինել տարբեր ուղղություններով։ Սա հետաքրքիր է։ Ինչ տարածման մասին է խոսքը, ինչ կապ ունի անհանգստության հետ։ Բացատրությունը հետևյալն էր, ասում է մեր հույսերը ձգում են մեզ մեկ ուղղությամբ, մեր վախերը հակառակ ուղղությամբ եւ արդյունքում կարծես պատրվում ենք։ Եթե իսկապես անհանգստացել եք երբևէ, կիմանաք, թե ինչպիսի հոգեբանորեն ծանր վիճակում է մարդ հայտնվում, երբ տագնապած կամ անհանգիստ է լինում։ Ահա թե ինչու է պետք ներկայացնել մեր հոգսերը Աստծուն։ Ահա թե որն է պատճառը ներկայացնելու, քանի որ միշտ կան անհանգստություններ ներքին։ Սա Պողոսը գրում է հրամայական եղանակով, եթե նայեք քերականությանը։ Եվ սա ցույց է տալիս, որ սա խնդրանք չէ, սա աղաչանք չէ, սա առաջարկ չէ հավատացյալների ուղղված, սա հրաման է, որը պետք է կատարել։ Անհանգստանալը անօգուտ է, այն չի լուծում մեր խնդիրները, սիրելիներ։ Անհանգստանալը մեղք է։ Մի քարոզիչ այսպես է ասել մի անգամ. մտահոգությունը մեղք է, քանի որ այն ժխտում է Աստծո իմաստությունը։ Այն ասում է, որ նա չգիտի, թե ինչի միջով եմ անցնում ես։ Այն ժխտում է Աստծո սերը, այն ասում է, որ Աստված անտարբեր է, եւ այն ժխտում է Աստծո զորությունը։ Այն ասում է, որ նա չի կարող վերացնել այն, ինչը ստիպում է ինձ անհանգստանալ։ Մտածելու բան ունենք, սիրելիներ, յուրաքանչյուրս, երբ մտահոգվում ենք։ Մենք Սուրբ գրքում ունենք հստակ պատվերներ չանհանգստանալու մասին։ Ձեզ ամենածանոթը հիշեցնեմ, Մատթեոս 6:27, ձեզանից Հիսուսն ասաց, ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։ Կամ 6:31-ում ասաց, ուրեմն մի մտահոգվեք ասելով, ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք եւ ինչ պիտի հագնենք։ Մի փոքր ամոթանք կարծես լիներ իր աշակերտներին ասելով, այդ բաները հեթանոսներն են խնդրում։ Ձեր երկնավոր հայրը գիտի ձեզ ինչ է պետք։ Հետևաբար ձեր գործն է չանհանգստանալ, չմտահոգվել։ Ճիշտ է, մեր չմտահոգվելը մարդիկ կարող են, շրջապատի մարդիկ կարող են շփոթել անտարբերության հետ։ Կարող են մտածել, որ մենք կյանքից ոչինչ չենք հասկանում, դրա համար մենք չենք մտահոգվում, բայց ոչ, մեր մտահոգության կամ չմտահոգվելու պատճառը ամենակարող եւ անփոփոխ Աստված է, ով ասում է ձեր գլխի մազերն անգամ հաշված են։ Սիրելիներ, հիշենք, որ մենք պետք է Տիրոջը ներկայացնենք մեր խնդրանքները, քանի որ միշտ կան անհանգստանալու պատճառներ։ Որոնք են ներկայացնելու սահմանները։ Տեքստում տեսնում ենք, արդյոք պետք է ընտրենք, թե մեր անհանգստություններից որը ներկայացնենք Աստծուն, որը ոչ։ Պողոսը նկատի չունի այն, որ չմտահոգվելը պետք է կիրառել միայն մեծ խնդիրների դեպքում։ Տեսեք նա ինչ է ասում, նա նկատի ունի բացարձակ իմաստով։ Ասում է ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում։ Ամեն բանում արտահայտությունը գծում է սահմաններ։ Այն ներկայացնելու համար։ Այն ներառում է իր մեջ մեր կյանքի ցանկացած խնդիր։ Միթե մեր Տիրոջ համար որևէ դժվար բան կա, որ նա մեզ ասի դուք ընտրեք, թե ինչ չափի խնդիրներ եք ինձ ներկայացնում, ինչ խնդրանքներ եք ներկայացնում։ Չէ՞ որ Պետրոսը գրում է առաջին Պետրոս 5:7, ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգում է եւ ներկա ժամանակով է հոգում։ Չկան սահմաններ, սիրելիներ, մեր Տիրոջը խնդրելու, դիմելու համար։ Դե համար այս հարցը կարևոր կլինի մտորելու համար։ Արդյոք մեր մտքում ունենք գծած սահմաններ, երբ նայում ենք մեր տագնապներին եւ անհանգստություններին։ Ես վստահ եմ, սիրելիներ, լինենք Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում, թե աշխարհի որևէ կետում, յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի անհանգստության պատճառներ։ Ցանկացած տարիքի, կրոնի, սեռի, մաշկի գույնի մարդ ունի իր
անհանգստությունն ու տագնապները։ Մենք տեսանք ներկայացնելու պատճառը, ինչու պետք է ներկայացնել անհանգստություններն էին։ Մենք տեսանք ներկայացնելու սահմանները, որ առանց սահմանների է ամեն ինչում։ Իսկ հիմա տեսեք թեմաները։ Ներկայացնելու թեմաները։ Նայեք համարին, ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Տեսնում եք, ասում է ձեր խնդրանքները։ Այստեղ գրված խնդրանքներ բառը հունարեն այդ թեմա, գոյականն է, նշանակում է խնդրել, խնդրանք կամ խնդրագիր։ Նոր կտականում հանդիպում է 2 անգամ այս բառը, մեկ այստեղ Փիլիպպեցիս 4:6-ում, մեկ էլ Հովհաննեսի ավետարանում 5:15-ում։ Այսինքն խոսքը առանձին խնդրանքների մասին է, որոնցից հետագայում կազմվում է մարդու աղոթքը։ Իսկն երբ ասում է խնդրանքներ, նկատի ունի յուրաքանչյուրիս կյանքում տարբեր ոլորտներում գոյություն ունեցող տարբեր խնդրանքներ, տարբեր անհանգստություններ, որոնք որ կուտակվելով դառնում են աղոթք։ Այսինքն սա կարող է լինել տարբեր տարիքի, տարբեր դժվարությունների, տարբեր մասնագիտության, տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտներում անհանգստություններ, որոնք որ նույնիսկ մենք չենք էլ համարձակվում ամենամտերիմին ասել, բայց իրականում կա մեր մեջ։ Այսինքն խոսքը առանձին խնդրանքների մասին է։ Սրանք առօրյա մեր կարիքներն են։ Սա մեր առաջին արձագանքը պետք է լինի անհանգստությանը, այն տագնապների ժամանակներում։ Հարց ինձ ու ձեզ, սիրելիներ, կան արդյոք մեր կյանքում հարցեր, խնդրանքներ, որոնք դեռևս չենք ներկայացրել Տիրոջը։ Մի ընկեր ունեմ, մանկական ընկեր, փոքր էինք դեռևս, պատանի էինք, ինձ ասում էր, գիտես, փոքր հարցերով ես Աստծուն չեմ անհանգստացնում։ Այդ ժամանակ ճիշտ է, իմ Աստված ճանաչությունը այնքան չէր, որքան այսօր, բայց այն ժամանակ բավարար էր, որ իրեն ասեի, գիտես, ինքը մեր երկնավոր հայրն է։ Նա ուզում է մեզ լսել մեր կյանքի բոլոր դժվարությունների, բոլոր խնդիրների մեջ։ Իրեն պետք չէ ընտրովի ներկայացնել խնդիրները, չափերն իր համար կարևոր չեն։ Հոգեբանական է, մտային է, ֆիզիկական է, նյութական է, ֆինանսական է, իր համար չկան որևէ սահմաններ։ Սա մոլորություն կլինի, որ մարդն այսպես մտածի։ Տեսեք, հաջորդը ներկայացնելու կարգն է Պողոսը ցույց տալիս, եւ մի փոքր կծանոթանանք այստեղ։ Խնդրանքները ներկայացնելու կարգը։ Տեսեք, ասում եմ, ինչպես պետք է ներկայացնել խնդրանքները, չէ՞ որ աշխարհիկ կառույցներում նույնիսկ կարգ կա, երբ որ դու դիմում ես ուզում ներկայացնել, մարդկանց դռներն ես թակում, ներողություն ես խնդրում, ինչ որ ընթացակարգով ես անցնում, որպեսզի ներկայացնես քո դիմում։ Պողոս այստեղ ասում է, եկեք ձեզ ցույց տամ, թե ինչպես դուք պետք է ձեր խնդրանքները ներկայացնեք Աստծուն։ Այսպեսով 6-րդ համարում տեսնում ենք խնդրանքները ներկայացնելու 3 կերպ՝ աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Առաջին կերպը աղոթքն է։ Աղոթքը սա ընդհանուր բառ է, Տիրոջն ուղղված մեր խնդրանքները հայտնելու համար, սակայն այն նաեւ պարունակում է պաշտամունքի, նվիրվածության եւ հարգանքի գաղափարը։ Երբ հայտնվում ենք անհանգստության մեջ, առաջին քայլը պետք է լինի առանձնանալ Աստծո հետ։ Նրան երկրպագելը։ Չէ՞ որ մարդը ում հավատում է, ընդունում է որպես Աստված ամենակարող, իրեն է դիմում, իրեն է աղոթում։ Մենք պետք է տեսնենք Աստծո մեծությունը աղոթքի մեջ, նրա վեհությունը եւ պետք է հասկանանք, որ իրականում նա շատ ավելի մեծ է, քան մեր ցանկացած խնդրանք։ Առաջին բանը, որ Պողոսն ասում է ձեր աղոթները դուք պետք է ներկայացնեք այսպես։ Պետք է մոտենաք նրան երկրպագելու մտքով։ Նրա մեծությունը, նրա վեհությունը, նրա անսահմանությունը մի փոքր գիտակցելու, վերհիշելու մտքով։ Խնդրանքները ներկայացնելու առաջին կերպը աղոթքն է։ Գիտակցել, տեսնել նրա մեծությունը մեր տագնապների եւ անհանգստության մեջ։ Հարց ինչ ես անում, սիրելի քույրս եւ եղբայրս։ Կամում ես դիմում առաջինը, երբ անհանգիստ ես։ Որն է առաջին քո քայլը անհանգստության ու տագնապի մեջ։ Պետք է այս մեծ արտոնությունից օգտվենք։ Երկրորդ կերպը, որ նա ցույց է տալիս Պողոսը ասելով, ինչպես պետք է ներկայացնենք մեր
խնդրանքները Աստծուն, ոչ միայն աղոթքն է, այսինքն պաշտամունքային երկրպագության մթնոլորտը, գիտակցումը, այլ աղաչանքը, ասում է նաև աղաչանք։ Աղաչանքը սա մեր կարիքների եւ խնդիրների խորը եւ անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Մեր կարիքների եւ խնդիրների խոր եւ անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Այստեղ տեղ չկա թերի կամ ձևական աղոթքի համար։ Այստեղ մենք այն ենք, ինչ որ կանք Աստծո առջև։ Պետք չէ Աստծո մոտ զարդարված գնանք, իբրև մենք տագնապ չունենք, անհանգստություն չունենք, կեղծավորի նման աղոթենք այն իմաստով, որ Տեր, լեզուս հիմա քեզ փառաբանում է, բայց սիրտս տագնապների մեջ է։ Ոչ, ինչպիսին որ կաս, ինչ վիճակում որ կաս, ինչ անհանգստություն ու տագնապ, ինչ անհասկացողություն որ ունես, քո երկնավոր Հայրը պատրաստ է լսելու քեզ։ Պետք է անկեղծորեն խոսենք Տիրոջ հետ, մեզ հուզող բոլոր հարցերի մասին։ Սիրելիներ, խնդրում եմ անկեղծ ձեր սրտին նայեք։ Ես եւ դուք։ Աշխարհում ոչ ոք չգիտի ձեր ներսում ինչ է կատարվում։ Բայց այդ իրական հարցերը, տագնապները, անորոշությունները, ակնկալիքները, սխալ ընկալումները Աստծո կյանքի ամեն ինչի մասին Տերն ուզում է, որ խորությամբ բաժնեկցենք իր հետ։ Աղաչանք բառի նշանակությունն այս է։ Պողոսի համար եթե նույնը լիներ, նա աղոթքի կողքը չէր դնի։ Նա ասում է եւ աղոթքով, եւ աղաչանքով։ Ինչ է նշանակում աղաչանք? Այն մեր խնդիրների խոր բաժնեկցումն է Տիրոջ հետ, սա անկեղծ զրույց է Աստծո հետ։ Գիտեք, որ պատմությունն ասում է, որ Հակոբոսին, առաքյալին երբ գտել են մահացած, ծնկների վրա կոշտուկներ են եղել։ Նա աղոթքի մարդ էր։ Եվ թե որքան ենք մենք աղոթում, աղոթքին որքան ենք ժամանակ տալիս, ես չգիտեմ, բայց օրինակ Հիսուսը մի կարճ, մի փոքր մեզ համար, հավատացյալներից համար ամոթ բերող գնահատական տվեց, ասելով, հիշում եք Գեթսեմանիում, ասաց 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ աղոթքի մեջ լինել։ Դա նշանակում է, որ դա հնարավոր է։ Դա նշանակում է, որ այդ ժամերը մենք կարող ենք եւ պետք է անցկացնենք մեր երկնավոր Հոր հետ։ Հավատացեք, Աստված արդարացումներ չի ընդունելու, որքան էլ մեր զբաղված գրաֆիկը ցույց տանք իրեն։ Կստացվի, որ մենք ժամանակ չունենք ժամանակ տվողի համար, իսկ ժողովուրդն ասում է, որ ամեն բանի ժամանակ կա։ Գիտեք, որ սա պայման չէ, րոպեի հարց չէ։ Մենք ամբողջ օրը միշտ էլ աղոթքի մեջ պետք է լինենք, հարցը դա չէ, բայց առանձնանալ տագնապների, անհանգստության, դժվարությունների մեջ խոսքն այս մասին է։ Այս փուլում հավատացյալը պետք է ազնվորեն պատմի Տիրոջը իր բոլոր անհանգստությունների մասին։ Դրա համար հարց ինձ ու ձեզ սիրելիներ, երբ անհանգստության մեջ ես, ում հետ ես զրուցում առաջինը։ Ում առաջ ես սիրտդ բացում։ Ում հետ ես անկեղծանում, ում ես ներկայացնում հոգսերդ առաջինը։ Աշխարհիկ մարդիկ առաջինը փնտրում են օգնություն, նյութական, ֆինանսական, մարդկային, հոգեբանական։ Պատկերացեք, 2000 տարի եկեղեցին եղել է առանց հոգեբանների։ Ինչ են արել։ Միթե բավարար չի եղել Աստծո խոսքը։ Միթե բավարար չի եղել իրար հոգ տանելը, աղոթելը, Տիրոջը ներկայացնել խնդիրները։ Նախորդ քայլը չանելով, Աստծուն մեր սիրտը չբացելով, արդյունքում կգնանք դեպի խորացող անհանգստությունների։ Տագնապի եւ վերջիվերջո կհասնենք, ինչպես ասում են ժամանակակից տերմինով, դեպրեսիայի։ Այսպես է մարդը հասնում հոգեկան անհավասարակշիռ վիճակի, քանի որ չունի մեկը, ում կարող է դիմել, ով կլսի իրեն։ Երբևէ եղել է ձեր փորձառության մեջ, մեկը գա ձեզ մոտ անհանգստացած, ուզում է կիսվել, խոսել ձեզ հետ, 1-2 ժամ կամ որևէ ժամանակ լսում եք իրեն, վերջում ինքն ասում է շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր, բայց դու ոչինչ չես արել իրեն բացի լսելուց։ Սա ցույց է տալիս, որ մարդը կարիք ունի իր սիրտը բացելու, խոսելու։ Եվ ինչպես Սաղմոսերգունը Դավիթն ասում, ձեր սիրտը բացեք, թափեք Տիրոջ առջև։ Տերը մոտ է։ Դրա համար մարդիկ անհասկանալի ձևով չեն հասնում հոգեկան խանգարումների, կամուրջների ներքևում չեն գտնի իրենց լուծումը, եթե իրենք սովորեն իրենց հոգսերը ներկայացնել Տիրոջը։ Եվ վերջին կերպ, ինչպես պետք է այդ խնդրանքները ներկայացնել, կարգը Պողոսն ասում է գոհությամբ, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։
երկրպագելու մտքով, խնդիրների խոր եւ անհատական եւ անկեղծ բաժնեկցումով Տիրոջ հետ եւ վերջին ասում է գոհությամբ։ Հունարեն եւ խարիստո բառն է։ Նշանակում է երախտագիտություն, շնորհակալություն։ Ինչ է գոհությունը։ Խնդրում եմ ուշադիր լսենք սա։ Սա այն է, ինչ միշտ պետք է լինի երկրպագության մեջ։ Այն է անցյալի բարեգործությունների երախտապարտ ճանաչումը առանց ապագա ակնկալիքների։ Երբ ասում է գոհությամբ մոտեցիր Տիրոջը, միևնույն ժամանակ մենք պետք է եւ շնորհակալություն հայտնենք մինչեւ այդ օրը արդեն եղած օրհնությունների համար առանց ապագա ակնկալիքների։ Պողոսի նամակներում եւ հայտնության գրքում այս բառը նշանակում է գոհություն, շնորհակալություն եւ խարիստոն հաղորդության հետ կապված է հունարենում այս բառը օգտագործվում։ Աղոթքից եւ աղաչանքից հետո գալիս է երախտագիտությունը։ Հիշում եք, երբ Հիսուսը բուժեց 10 բորոտների, միայն մեկը վերադարձավ եւ շնորհակալություն հայտնեց։ Այստեղ այդ հերթականության մասին չի խոսքը։ Տեքստում եթե նկատեք, Պողոսը չի ասում, երբ խնդրանքները կներկայացնեք եւ կստանաք, նոր գոհություն հայտնեք։ Ոչ, նա ասում է գոհությունը պետք է լինի մինչեւ ստանալը։ Նկատում եք հերթականությունը։ Գոհությունը բոլոր խնդրանքների պարագայում կարևոր դեր ունի եւ այդ մասին առաքյալները չեն մոռանում։ Սուրբ գրքում բազմաթիվ տեղեր կան, շատ կան, բայց գոնե 3 համար կարդամ, որտեղ կտեսնեք, որ միշտ նշվում է նրանց կողմից գոհությունը։ Գուցե կարդալիս ուշադիր չլինեք այդ հերթականությանը, ուշադիր եղած չլինեք, բայց տեսեք, Կողոսացիս 2:7 Պողոսը գրում է. արմատավորված եւ նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես սովորեցիք եւ դրա մեջ աճեք գոհություն հայտնելով Աստծուն։ Եվս մեկ համար Կողոսացիս 4:2 ասում է մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Աղոթք եւ գոհություն տեսնում եք նորից իրար հետ են։ Առաջին Տիմոթեոս 2:1 Արդ խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար։ Աղոթք, աղաչանք եւ գոհություն նորից։ Իսկ գուցե հարց տակ, իսկ ինչու է պետք անպայման գոհություն հայտնել։ Պատասխանը շատ պարզ է։ Շատ պարզ է։ Որովհետև դու դիմում ես Տիրոջը։ Տիեզերքի տիրակալին ես դիմում դու։ Նա տիրում է երկրի վրա, տիեզերքի վրա, տերերի վրա, մարդկանց վրա, իշխանությունների վրա։ Եվ դու մոտենում ես իրեն, դու պետք է գոհությամբ մոտենաս իրեն։ Նկատեք, որ այստեղ նշված գոհությունը պետք է կատարվի անկախ պատասխանից, ելներ։ Անկախ պատասխանից։ Այնպես չի, որ Աստված պետք է արժանանա մեր գոհությանը։ Աստված միշտ է արժանի եւ ինքն է արժանի։ Եվ Սուրբ գրքում գոնե մի կարևոր պատճառ կա, թե ինչու մենք կարող ենք նույնիսկ չհասկացված պայմաններում գոհություն հայտնել։ Հռոմեացիս 8:28-ը պատասխանում է ասելով, բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով։ Ամեն բան է ծառայում։ Սա չի նշանակում, գիտեք, 1000 դրամ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ասեմ դոլարով, $10 կորցրեցի, $20 պետք է գտնեմ։ Սա դրա մասին չէ։ Ամեն բան բարին է ծառայում, հաջորդ համարում բացատրում է Պողոսը։ Ասում է, որովհետև նրանց ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինելու նրա որդու նմանությանը։ Մեր ամենամեծ բարիքն է Քրիստոսին նմանվելը։ Ամեն բան ծառայում է փրկությանը, կյանքի բոլոր իրավիճակները, հանգամանքները եւ որևէ դժվարության մեջ ենք լինում, Տերը այդտեղ աշխատում է մեզ հետ։ Կոփում է մեր բնավորությունը, մեր միտքը, մեր շարժառիթները, որպեսզի տեսք տա, որ մենք նմանվենք օրեցօր Քրիստոսին, ապա ինչպես պետք է լինի կերպարանափոխությունը երկրի վրա։ Մինչև Հովհաննեսը կասեր կտեսնենք իրեն եւ իր նման կլինենք ամբողջությամբ։ Գոհություն հայտնելու պատճառն այս է։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ Տերը գիտի մեզ ինչ է պետք եւ ինչ էլ որ լինի, մեր դժվարություններին, տագնապներին ինչպես էլ Տերը պատասխանի, դա առաջին փառավորելու է իրեն եւ մեզ դարձնելու է մի փոքր ավելի Քրիստոսանման։ Հարց ինձ ու ձեզ, սիրելիներ, գիտենք ինչ կլինի, երբ այս
հույժ կարևոր քայլը կատարենք եւ մեր հոգսերը ներկայացնենք Աստծուն մեր անհանգստության ժամանակ։ Գիտեք ինչ կլինի, երբ այն ներկայացնենք աղոթքով, նրան դիմելով, աղաչանքով եւ գոհությամբ։ Եվ վերջինը տեսեք, ներկայացնելու ուղղությունն է։ Համարում տեսնում ենք, որ հասցեատերը Աստված է։ Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Ահա թե ով է հասցեատերը, Աստված ինքը։ Բոլոր մարդիկ ինտուիտիվ կերպով, նույնիսկ անհավատները, անհավատ ասելով կլինեն մուսուլմանները, կրիշնայականները կամ որևէ այլ կրոնի հավատացողները, ինտուիտիվ կերպով, զգայարաններով դժվարությունների մեջ կարճում են ինչ-որ մի անանձ մեկի, ուժի, դեմքի։ Հեթանոսները Աթենքում Պողոսը երբ քարոզում էր, իրենք բազմաթիվ բագիններ ունեին եւ մեկի վրա էլ գրել էին անծանոթ Աստծուն։ Հետաքրքիր է, որ հույն պատմաբաններն ասում են, որ մի ժանտախտ է եղել այդ ժամանակ եւ բոլոր իրենց այդ կուրքերը, բագինները փորձել էին, ոչ ոք չէր կարողացել կանգնեցնել այդ ժանտախտը եւ ասել էին, որ հիմա մի քանի ոչխար պետք է բաց թողնենք, որ որտեղ որ կանգնեն, մենք այդտեղ զոհասեղան կպատրաստենք անծանոթ Աստված անունով։ Այսինքն մեկն օգնել է իրենց, ժանտախտը կանգնեցել է, բայց չեն իմացելով։ Բայց մեր Աստվածը անանձ մեկը չէ։ Նա թեիզմի, դեիզմի, աթեիզմի, պանթեիզմի հավատացողների Աստվածը չէ։ Անանձ տիեզերքը կառավարող մեկը չէ, ուժ չէ, գաղափար չէ, այն անձ է, Եհովա Արարիչ Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ առաքյալն այստեղ ասում է, որ դուք պետք է այդ ուղղությամբ գնաք, պետք է Աստծուն ներկայացնեք։ Սա ցնցող է, քանի որ այստեղ Պողոսը ներկայացնում է տրամաբանական արդյունքը արդեն նախորդի, տեսեք։ Ինչ կլինի, երբ մենք ներկայացնենք մեր հոգսերը եւ խնդիրները Աստծուն։ Տեսեք, ասում է հաջորդ համարը, 7-րդ համարը, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սա արդյունքն է նախորդ քայլերի։ Ինչ է նշանակում պահպանել։ Պահպանել բառը սա ռազմական տերմին է։ Այն օգտագործվում էր պահակ կանգնած զինվորների համար, ովքեր քաղաքի դարպասների պաշտպանությունն էին իրականացնում, որ ապահովեին քաղաք մտնող դուրս եկողների մուտքը։ Ստացվում է, որ ինչպես այդ զինվորներն են իրականացնում պահպանություն, նույնպես էլ Տերն է տալու պաշտպանություն։ Իսկ հարց. ի՞նչն է Տերը պաշտպանելու։ Ի՞նչն է պահպանելու։ Նայեք համարին, ասում է ձեր սրտերն ու մտքերը։ Ձեր սրտերն ու մտքերը։ Սիրտը հունարեն կարդիան է, որը ներկայացվում է որպես մարդու ինքնության կենտրոնը, այնտեղ մտնում է սրտի մեջ։ Եթե անտրոպոլոգիա ուսումնասիրում եք Աստվածաշնչյան, կիմանաք հույզեր, միտքը, կամքը, զգայարանները եւ որոշում կայացնելու կարողությունը։ Եվ եբրայերենում լեբը սիրտը եւ հունարեն կարդիան, սրանք ցույց են տալիս մարդու ներաշխարը։ Եվ այստեղ Պողոս առաքյալը ավելի հստակեցնում է այդ ներքին հուզական ինտելեկտուալ վայրը, որտեղ ասում է Աստված կպահպանի, որպեսզի մենք ցնորության չհասնենք մեր տագնապների եւ անհանգստության մեջ։ Պատկերացնում եք, Աստծո խոսքը երաշխավորում է նման ցնցող արդյունք։ Ասացեք խնդրեմ, սա սովորական խաղաղություն է, թե ոչ։ Ոչ, սա սովորական չէ, սա ընկալելի չէ, սա մարդկանց համար, սա ուրիշ է, նայեք համարին ասում է Աստծո խաղաղությունը ամեն մտքից վեր է։ Եթե մարդկանց պատկերացմամբ խաղաղվեին իրենք այն ժամանակ, երբ իրենց խնդրին իրենց ուզած լուծումը լիներ, այստեղ Պողոս առաքյալն ասում է այն խաղաղությունը, որը գալու է, դա կարող է լինել քո մտքից վեր, որովհետև քո խնդիրը կարող է դեռևս մնալ, բայց դու վայելես Տիրոջ խաղաղությունը։ Սա այն խաղաղությունը, որ ուներ Հիսուսը երկրի վրա, եւ ասաց տալիս եմ ձեզ իմ խաղաղությունը, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս։ Սա չի նշանակում կյանքի փորձությունների բացակայություն, այլ սա ներքին վստահություն է։ Խնդրում եմ ուշադիր, անկախ հանգամանքներից կամ իրավիճակներից։ Բանալի միտքը սա է։ Խաղաղության այն տեսակը, որը խոսում է
Աստված, որը նկատի ունի, այն պայմանավորված չէ իրավիճակների հետ։ Այն քեզ կպահի խաղաղ նույնիսկ չփոխվող իրավիճակների մեջ, որտեղ մենք անփոփոխ Աստծու ենք հավատում։ Սա խաղաղությունը, որը արդեն հենվել է Աստծո մեծության վրա, գիտի, որ նա կառավարում է, նա արդեն տեսնում է Աստծո մեծությունը, Աստծո ամենակարողությունը, Աստծո իշխանությունը մեր խնդիրների եւ դժվարությունների վրա։ Մեկ օրինակ էլ բերեմ եւ ավարտենք, սիրելիներ։ Դանիելը մեզ տալիս է հիանալի օրինակ։ Երբ թագավորը, հիշում եք, հրամայեց չաղոթել ոչ մեկին, բացի իրենից, Դանիելը գնաց իր սենյակը եւ տեսեք, թե ինչ արեց։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մտքի։ Դանիել 6:10 գրված է այսպես. Երբ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, սա նշանակում է ուղիղ սպառնալիք նրա կյանքին։ Ստորագրվել էր, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը 3 անգամ, խնդրում եմ լսեք ուշադիր, ծնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն։ Ծնրադրում, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն։ Նկատեցիք, նա աղոթեց եւ գոհացավ իր Աստծուց։ Իրավիճակները չէին փոխվել, ստորագրվել էր, ինքը պետք է գուբը նետվեր։ Նա նախապես գոհություն էր հայտնում Աստծուն։ Սա խենթանալու փաստ է։ Տեսեք, հաջորդ թիվ, սրանից հետո Դանիելը խաղաղ էր առյուծների գուբում, իսկ Դարեհը անհանգիստ իր պալատում։ Տեսնում եք, երբ անձը անհանգստության մեջ տրվում է աղոթքի, աղաչանքի եւ գոհության, երբ նա դիմում է Տիրոջը, իր սիրտը բացում է հենց նրա առաջ, գոհություն է հայտնում նրա բոլոր մտադրությունների համար, ինչ է լինում արդյունքը։ Սա ինչ է, եթե ոչ մտքից վեր եղող խաղաղություն։ Իրավիճակները նույնն են, խաղաղությունը կայուն եւ հենված Տիրոջ վրա։ Սիրելի եղբայրս եւ քույրս, հավատում ես այս խոսքերին։ Եթե այո, ապա բոլոր անհանգստություններից մեջ վազիր Հիսուսին։ Սիրտդ բաց նրա առաջ ու գոհացիր նրանից ու վայելիր այս մտքից վեր եղող խաղաղությունը, որը Տերն է տալիս, եւ այլիր մտային եւ հոգեկան այն գերբնական հավասարակշիռ վիճակը, որի արդյունքում աստվածային պաշտպանությունը քո միտքը, քո սիրտը պետք է պահի ու պահպանի երկրի վրա։ Եվ վերջին կետը ու հավարտենք։ Տեսեք, մի կարևոր կետ էլ համարում կա։ Այս խաղաղությունը հասանելի է միայն մեկի պատճառով։ Համարում տեսեք ինչ է ասում։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Եթե մենք ընտրված ենք, ապա դա Քրիստոսի մեջ է։ Ինչպես Եփեսացիս 1:4-5-ն է ասում, օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոս Հիսուսով օրհնեց երկնավոր տեղերում ամեն հոգեվոր օրհնությամբ, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի հիմնումից առաջ։ Եթե մենք ընդունված ենք, ապա Քրիստոսով, եթե մենք ներված ենք, ապա Քրիստոսով, եթե սիրված ենք, ապա Քրիստոսով, եթե հիմա կարողանում ենք այդ խաղաղությունը վայելել, ապա կրկին Քրիստոսով։ Սիրելիներ, վերջին միտքը, որ ուզում եմ հնչեցնել եւ ամփոփել, եւ եթե համացանցով էլ լսողներ կան, պետք է ասենք, որ այս խաղաղությունը հասանելի է միայն նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Եվ ովքեր որ Քրիստոսին դեռևս Տեր ու Փրկիչ չեն ընդունել, չեն ճանաչում, իրենց մտքերը պետք է տագնապած լինեն եւ այն տագնապը պետք է լինի եկող սպասվող դատաստան իրենց նկատմամբ։ Դրա համար կոչ բոլոր նրանց, ովքեր դեռևս Հիսուսի հետ չեն հաշտվել։ Ընդունիր նրան քո Տեր եւ Փրկիչ, որ Աստծո այս խաղաղությունը, որը մտքից վեր է, քո բանական ողջ կյանքի ընթացքում, քո հուզական, քո մտային, քո ինտելեկտուալ, քո նյութական, ֆինանսական, ընտանեկան, աշխատանքային, պատերազմական բոլոր իրավիճակների մեջ կպահպանի քո սիրտը եւ միտքը, որպեսզի դու առողջ բանականությամբ եւ Հիսուսին վայել ձևով կարողանաս ապրել եւ քայլել։ Այսպիսով մենք տեսանք, որ մեր հոգսերը պետք է ներկայացնենք Աստծուն։ Սա Աստծո խաղաղությունը փորձառելու առաջին կերպն էր, սիրելիներ, հոգսերը ներկայացնել Աստծուն։ Մենք տեսանք ներկայացնելու պատճառը, տեսանք ներկայացնելու սահմանները, տեսանք ներկայացնելու թեմաները, տեսանք ներկայացնելու կարգը
եւ տեսանք ներկայացնելու ուղղությունը։ Հաջորդիվ Պողոսը էլի բաներ ասում, բայց չենք շարունակի այսօր։ Բայց շատ կարճ, որպեսզի դուք տրամաբանությունը տեսնեք, ուզում եմ ասել եւ ավարտել։ Հաջորդիվ նա ասում է, թե ինչերի մասին պետք է մտածի հավատացյալը։ Եվ թվարկում է 8 թեմա, ասելով, որ մտածեք դրանց մասին, այսինքն մտքերը ծանրաբեռնեք Աստծո ասած թեմաների շուրջ մտորումներով։ Եվ վերջին 9-րդ համարում Պողոսն ասում է, ինչ որ տեսակ ու լսեցիք իմ մեջ այդ արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Դա նշանակում է, որ նա կոչ է անում փոխարինելու հին մտքերը, աշխարհային մտքերը աստվածային մտքերով եւ ընդօրինակելու Աստծո զավակներին։ Պողոսը կասեր հետևեք ինձ, ինչպես ես էլ Քրիստոսին եմ հետևում։ Թող Տերը օգնական լինի, սիրելիներ։ Յուրաքանչյուրիս, որ կարողանանք ոչ միայն խոսել Աստծո խաղաղության մասին, այլ փոքր չափաբաժիններով փորձառել երկրի վրա։ Որովհետև մենք եթե մի վայրկյան էլ մտածենք, ինչ խաղաղության մեջ է Աստված, դա աներևակայելի է։ Ինքը տագնապ չունի, ինքը անհանգստություն չունի եւ ասում է. ես ուզում եմ, որ դուք էլ երկրի վրա փորձառեք դա։ Ներկայացրեք ինձ ձեր հոգսերը, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ եւ խաղաղության Աստվածը կպահպանի մեր սրտերը եւ մտքերը Քրիստոս Հիսուսով։ Տերը օրհնի բոլորիդ։